գտնել եւ այցելել։ Շատ կարեւոր էր ամեն մեկի ներկայությունը, ձեր խոսքը, ձեր գնահատականը։ Անչափ սպասում էի այսօրվան, այստեղ Վրաստանում, Թիֆլիս քաղաքում այս ցուցահանդեսի համար։ Աշխատանքները կետից կետ, որովհետև ինչպես տեսակ, ինչպես նշվեց, ամբողջ աշխատանքները կետերով են արված, թե ինչու կետերով, այդպես հստակ չեմ կարող ասել, որովհետև դա ճանապարհ է անցել, ինչ-որ էտապից հետո վերածվել է կետի։ Ստեղծագործական հիմնականում աշխատանքները ստեղծագործական են, այսինքն բնություն, մարդ համատեքստում է ամեն ինչ։ Կավարժ եւ իր ստեղծագործական միտքը այդ ջիղը փոխանցում է նաեւ իր սովորողներին։ Մենք այստեղ տեսնում ենք Աննայի ստեղծագործությունների մի մասը։ Դրանց ընթացքը աշխատանքային սովորողների հետ աշխատանքը դուք կարող եք գտնել նաև Աննայի անհատական բլոգում, համացանցում արդեն որ գրեք Աննա Թորոսյան, այնտեղ կբերի Աննայի կատարած աշխատանքները, նախագծերը, դրանք բազմազան են, լիլոփորագրություն, կավով, խեցիով աշխատանքներ, այդպես էկոպայուսակներ, զարդեր եւ այլն։ Շնորհակալ ենք, որ բացի ստեղծագործելուց Աննան կարողանում է նաև ժամանակ գտնել երեխաների հետ, իր օրը անցկացնել, իր դրական էմոցիաները, իր կարողությունները, հմտությունները փոխանցել նաև մեր սերունդին, սովորողներին։ Շնորհակալ ենք Աննա ջան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, հուսով եմ, որ այսպիսի ցուցահանդեսներ դուք ունենաս աշխարհի տարբեր երկրներում եւ մեր համայն ազգը հնարավորություն կունենա տեսնելու քո աշխատանքները եւ ծանոթանալու նաև քո մարդ տեսակին, դու շատ հետաքրքիր մարդ ես, լի ներաշխարհով Աննա ջան։ Բրավո։